Մենք շատ երջանիկ ենք, որովհետև առավոտ լուսոյի ամենահամեղ, ամենաուրախալի հատվածներից մեկն է մոտենում, իսկ մենք այսօր խոհանոցային հատվածում ունենք մեր շատ սիրելի հյուրն է եկել, Արտուր Սահակյան, բարի լույս, Անուշի հետ միասին։ Բարի լույս Անուշ, բարի լույս Արտուր։ Բարի լույս, այսօր Արտուրը եւս առաջին անգամ պետք է այստեղ պատրաստի մեզ համար հատուկ մտածված հետաքրքիր բաղադրատոմս։ Դե Արտուր ասա։ Մենք այսօր կպատրաստենք ռիզոտո ենք պատրաստելու, կփորձենք այս կարճ ժամանակում հասցնել պատրաստել ռիզոտո մանրածովախեզգետնով եւ շաֆրանով։ Մենք Թվում է թե մեզ մոտ այստեղ գույներ չկան, Արտուր, բայց հիմա զաֆրանի մի քանի թերթիկը հիմա տեսեք ինչ հրաշքներ է գործելու։ Ջրի մեջ հիմա գցեցինք շաֆրանը եւ թողում ենք ինքը մի քանի րոպե արգանակը ինքը թուրմվի եւ արդեն կարող ենք դնել առանձին ինքը մի քանի րոպեվա ընթացքում սա ամեն ինչ այդ համն ու հոտը գույնը սա ամեն ինչը տալու է մեր ջրին։ Արտուր, առաջին անգամ եք պատրաստում։ Հենց այս տեսակը, այո։ Արտուրը ընդհանրապես այստեղ միշտ առաջին անգամ, բոլոր առաջին անգամ է պատրաստում։ Էքսպերիմենտները շտեղում են մեր տաղավարում։ Այո, բոլորը նորություններ են լինում։ Այնիշոր էքսպերիմենտ եմ անում ձեր համար։ Բայց մենք վստահում ենք ձեզ միանշանակ։ Հիմա մենք պետք է տապակենք մեր մանրածովախեզգետինը։ Իսկ ես այդ ընթացքում պարմեզան պանիրը քերեմ, մեզ անհրաժեշտ է պարմեզան, ծովախեցգետին, ինչ տեսակի Արբորյա տեսակի բրինձ է։ Ռիզոտոն պատրաստում են հենց այս տեսակի բրնձով։ Օսլան իր մեջ ավելի շատ է, ձգվողականությունը ավելի շատ է լինում։ Այո, այս տեսակի բրինձը կլանում է հեղուկը եւ դառնում է ավելի հյութեղ եւ նաեւ յուղալի, ինչն էլ որ ռիզոտոին հատուկ տարբերակն է։ Կարճահատիկ բրինձ է։ Կարճահատիկ բրինձ։ Քիչ արդեն մեր արգանակը պատրաստ է լինում, քանի որ ռիզոտոն ընդհանրապես պատրաստվում է արգանակով կամ հավի արգանակով կամ բանջարեղենի, մենք այսօր պատրաստելու ենք շաֆրանի արգանակով։ Իսկ մինչ այդ արդեն ծովախեցգետինը տապակենք։ Այո, մի հատ կտապակենք, հետո կառանձնացնենք, կեղևապատենք, լիարժեք չենք պատրաստի, որովհետև վերջում ավելացնելու ենք մեր արդեն ընդհանուր մասայի վրա։ Տենանք, Իսկ դու գիտես, որ Առանց կարակ։ ծովախեզգետինները պարունակում են բարձր քանակությամբ Մի փոքր սպիտակուցներ։ ցիկայյուղով։ Այո, գիտեիր։ Այո։ Օմեգա 3 ճարպաթթուներ, վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք կարող են մարդու օրգանիզմի համար շատ կարեւոր դեր ունենալ։ Օմեգա 3-ը ի դեպ ամեն մթերքի մեջ չէ, որ գոյություն ունի, այնպես որ դա շատ կարևոր փաստ է։ Բայց դե պետք է նաեւ հիշել, որ կոնկրետ ծովախեցգետինը կարող է վատ պահպանման դեպքում շատ արագ փչանալ, այնպես որ պետք է հետևել կանոններին, որովհետև անգամ մի քանի ժամում կարող է պարզապես ամբողջությամբ փչանալ ծովախեցգետինը։ Այդպես է, չէ՞։ Զգույշ եղեք, սիրելի հեռուստադիտողներ։ Ծովախեզգետինը եթե ճիշտ չես պահպանում, իրան մի քանի ժամում նույնիսկ կարող է փչանալ, չէ՞։ ինքը շատ նուրբ է առումով, համար պահպանման եղանակն է պետք է ճիշտ լինի։ Ինքը համ շուտ եփվում է, համ շուտ փչանում է։ Դրա համար զգուշորեն պետք է պահպանել, որ ջերմաստիճանը սառնանի, եթե սառնանում է լինում, եթե պատրաստում եք շուտ պետք է, եթե սառնանից անեք շուտ պատրաստեք, որ չփչանա։ Հիմա մենք մեր կեղևապատում ենք, մի փոքր շատ չենք անում, որովհետև շատ տապակելու դեպքում, հետո մենք պետք է վերջում ավելացնենք մեր ռիզոտոին, ինքը արդեն Որպեսզի եւս մեկ անգամ։ Ոչ այդքան հաճելի բան կստացվի, դրա համար Քանի որ գիտենք, որ եթե շատ եփվի ծովախեցգետինը, ապա ավելի կարծրանում է, բնդանում է։ բավական է։ Մի փոքր տապակեցինք։ Հիմա նույն այս մեր թավայի մեջ ավելացնում ենք արդեն մի փոքր Ցիթապտղի յուղ։ յուղ եւ միանգամից ավելացնում ենք բրինձ։ Կարճահատիկ բրինձ դες։ Ինչ դուր եկավ այդ կարճահատիկ բրինձ։
մենք մի փոքր կտապակենք եւ առանձնահատկությունը ռիզոտո պատրաստելու, որ ջուրը պետք է ավելացնել կամ արգանակը քիչ-քիչ, որ Ինչու՞։ Քիչ-քիչ ավելացնում ենք նրա համար, որ շիրան ինքը ավելի լավ բացվի եւ շիրոտ լինի, որովհետեւ Մածուցիկությունը պահպանվում։ որովհետեւ իտալացիք որ պատրաստում են, սա շիլայի տեսակ է, որը իրանք պատրաստում են այս տարբերակով, ինքը ավելի համեղ է ստացվում, երբ որ լավ բացվում է։ Ինքը պետք է լինի կեղևի հատվածը, վերևի հատվածը պետք է լինի փափուկ, բայց մեջը ինքը լինի al dente, թեթև խրթխրթան։ Հիմա պարզ է։ Մենք եթերում չէինք պատրաստել ռիզոտո, այնպես որ Ռիզոտո չենք պատրաստել։ այստեղ չէինք պատրաստել, ոչ։ Դրա համար երբ Արտուրը առաջարկեց անմիջապես ասացի, որ այո, պատրաստենք, որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ տեսնեն, թե ինչպես կարելի է տանը օրինակ պատրաստել, ինչպես ռեստորանում կպատրաստեն։ Նայեք, մեզ մոտ արդեն պատրաստ է, համարյա թե մեր արգանակը, մենք հիմա քիչ-քիչ, այսպես քիչ-քիչ ավելացնելու ենք եւ խառնենք, որ ինքը քիչ-քիչ արդեն այդ շիրամ ավելի բացվի եւ հետաքրքիր։ Հետո վերջում կավելացնենք արդեն կարագը, կավելացնենք պարմեզանը, լիմոնի կեղևները, վերջում մատուցելուց արդեն մեր սոխը։ Սոխը արդեն ինքը թե համի, թե գույնի, թե տեսքի համար է ավելի շատ։ Սերուսք չենք ավելացնելու։ Ոչ, ինքը նայեք, կա մի քանի տարբերակ պատրաստման, կա մարդիկ, որ օրինակ սերուսքային կարագը քիչ են օգտագործում, ավելացնում են սերուսք։ Կա մարդ, որ կլասիկ տարբերակ է, այսպես ասած։ Սա հիմա դասական տարբերակն է, ավելի։ Այո, դասական տարբերակը սերուսքով չի։ Ես մտածեցի սերուսկով պատրաստենք, բայց լավ ոչինչ։ Ես կարող ենք այստեղ դնել։ Հիմա կիտրոնը կեղևը քերեցինք, հիմա սոխը պետք է մանրացնենք։ Մեզ պետք է կանաչ հատվածը։ Սիրում ես կանաչ սոխ, Համլետ։ Ինձ թվում է լավ համ է հաղորդում Գերակուրին։ Իսկ կանաչիների մեջ, կանաչատեսակներից ամենասիրելի քո տեսակը ո՞րն է կանաչիների։ Բազիլիկը։ Լուրջ։ Այո։ Թարխուն չես սիրում։ Ուշ։ Թարխուն էլ եմ սիրում։ Հիմա պետք է շատ մանր կանաչ սոխը կտրենք, բայց եթե շատ այսպես լավ է, Ոչինչ։ Աղա ավելացնելու ենք վերջում, սկզբում հարկավոր չի։ Ինքը տեսեք արդեն թրմվել է մեր շաֆրանը։ եւ գեղեցիկ գույնը փոխանցել է անմիջապես։ Այսա վերջում ավելի իշքան ու քիչ-քիչ Մնա ավելի։ ավելացնենք, այո, ինքը ավելի լավ կթրմվի։ Անպայման պետք է միշտ խառնել, որ ինչ են խառնում, որ այդ շիրան, որ դուրս է տալի, ինքը կպնելու հատկություն ունի։ Որ չկպնի։ Որ չկպնի, մենք դրա համար Հետաքրքիր է, որովհետեւ մենք սովորենք, որ օրինակ բրինձը պատրաստելու ժամանակ ուղղակի փակում ենք, թողնում ենք մինչև որ ջուրը ամբողջությամբ ցամաքի։ դրա համար այս տեսակի արդեն փլավը, ասենց ասած ռիզոտոն, ինքը ինչի է հայտնի, որովհետեւ ինքը արդեն process-ը նրանում, որ դու երկար process ես անում պատրաստման համար, ինքը ավելի ոնց որ ավելի շատ գնահատված լինի եւ ռեստորանային ոլորտում Դրա համար է այդպես։ Չէ, ոչ թե միայն, բայց դա էլ կապ ունի, եթե տենում ենք արդեն մի փոքր այս վերջի հատվածը շիրան տենում ես, շիրան արդեն ինքը դուրս է գալի, հիմա նորից ավելացնում ենք։ Իսկ ինչ արգանակ կարելի է օգտագործել ուրիշ։ Հիմնական օգտագործվում է, եթե ծովամթերքով կարող եք ծովամթերքի, ինչ-որ մանրածովախեցգետին մաքրեցինք, կարող ենք կեղևներով արգանակ ստանալ, կարող ենք բանջարեղենով արգանակ պատրաստել կամ ամենադասական տարբերակը դա հավի արգանակն է, որ ամեն տեսակի ուտեստի մեջ կարող ես օգտագործել։ Հա, իսկապես։ Արտուր, իսկ ռիզոտոյի դասական տարբերակը բաղադրիչների առումով ո՞րն է, այսինքն ծովախեցգետինը չէ կարծում։ Դասական ինչ-որ տարբերակ, դասական տարբերակը արգանակով, օրինակ հավի արգանակով
Բրինձ, կարագով եւ պարմեզան, ամենադասական տարբերակ։ Արդեն մնացածը ինչ ուզում են, արդեն դա մտքի թռիչք է, ով ոնց պատկերացնում է այս ուտեստը, կարող է այդ տարբերակով պատրաստել։ Իսկ խոհանոցը տալիս է մեզ այդ հնարավորությունը, որ ինչ ուզենանք անենք։ Խոհանոցը դա մտքի թռիչք է, լավ, որ կարող ես մտածել եւ հետաքրքիր բաներ պատրաստել։ Բայց հիմա Հայաստանում է շատ մեծ տարածում է գտել եւ նույնիսկ մարդիկ ինչ որ լայվ խակեր են անում եւ սովորական բրնձով են փորձում պատրաստել։ Ինչ ես կարծում։ Այդ շիրան ոչ չի լինում, այո։ Դե եթե սա նախատեսված է այս տեսակի բրնձով, ոչ թե մենակ նախատեսված է, ինչի համար է նախատեսված։ Քանի տեսակի փորձեր եղել է, չէ՞, հենց այսի ամենահամապատասխանն է այս ուտեստի համար, համար հերիքը բավական է։ Դրա համար էս ավելի լավ է պատրաստվում, այդ շիրա կոչվածը ամենաշատը այս տեսակի բրինձն է տալի։ Պարմեզանը պես կարող ենք մի քիչ էլ ավելացնել։ Մի քիչ էլ ավելացնենք։ Պարմեզանը երբեք շատ չի լինում։ Այո, համաձայն եմ։ Ընկուզեղենը եւ պանրի տեսակները ընդհանրապես։ Քանի որ հիմնական իր դասական տեսակի մեջ հենց պանիրն է եւ ռիզոտոն, Պանիրը, այո, ուրեմն պարտադիր պանիրը պետք է մի փոքր շատ լինի։ պետք է շատ լինի։ Ամենատարածված տարբերակներից, որ հատկապես Հայաստանում հանդիպում է ռիզոտոյի, բանջարեղենով տարբերակն է։ Հիմնականում սնկովներն է շատ պահանջված։ Այո, եւ սնկով երևի թե ավելի շատ։ Թե մատչելիությամբ երևի թե դա էլ կապ ունի, որ սունկը երևի ավելի մատչելի, դրա համար շատ տեղերում դա էլ կապ ունի։ Մեր արդեն շոֆրանը շատ գեղեցիկ տեսքի ստացել։ Տեղական տրամադրությունը մտաղավարում։ Եվ փաստորեն արդեն կարող ենք ծովախեցգետինը ավելացնել, մի փոքր թերխաշ լինի։ Այո, վերջում ավելացնելու ենք։ Ավելի ճիշտ արդեն մի փոքր տապակված է ամբողջովին որպեսի։ Այո, մենք վերջում կավելացնենք, որ ամբողջովին արդեն մեր մանրածովախեցգետինը պատրաստ լինի։ Բայց որ նայում ես շատ բարդ չի։ Ոչ, պարզապես պետք է խառնել ընդհանրապես։ Ճիշտ եղանակը ինչ տեսակի պետք է պատրաստվի, մենակ դա է։ Խոհանոցը ընդհանուր բարդ չի, եթե իմանաս ինչպես պատրաստես եւ որ ուտելիքը որի հետ համադրես։ Օրինակ մենք խոսքով ընկանք, ես մի քիչ շեղվեցի, բայց նոր նայեցի բաղադրիչին, երևի թե հուզված եմ մի քիչ։ Մենք պետք է գինի մի քիչ ավելացնենք սպիտակ ամենասկզբից, տապակելուց։ Մենք հենց տապակում ենք մի փոքր գինի, արգանակից առաջ մի փոքր սպիտակ գինի ենք անում։ Իսկ որ հիմա ավելացնենք, Ես էի ուզում ասեի։ Ավելացնելու ենք։ Դա պարտադիր պայմաններից Բայց լավ կլինի, որ նախապես անենք։ Ինչու՞։ Հենց բրինձը մի փոքր տապակեցինք, մի մոտապես 1-1.5 րոպե։ Ավելացնում ենք սպիտակ գինի։ Սպիտակ գինի հիմա որ ավելացնում ենք, այդ ինքը չի ցնդում լիարժեք, այդ ալկոհոլային մասը։ Իսկ ամենասկզբից որ ավելացնում ենք, ինքը արդեն լրիվ կբացվի, բայց մի փոքր կավելացնենք։ Մեկը հիմա դեռ մենք ունենք պատրաստելու։ Այո, դե հետաքրքիր համը անպայման փոխանցի։ Ամենասկզբից որ ավելացնում ենք, ավելի այդ համն ու հոտը ավելի հետաքրքիր է բացվում, քանց հիմա ոնց որ արդեն պատրաստի զանգվածի վրա ավելացնենք։ Եվ այսպես պետք է սպասենք, մի քիչ ինքը հանգիստ եփվի։ Թույլ կրակի վրա, հա։ Չէ, թույլ չի, բայց շատ ուժեղ է հարկավոր չի, որ չվառվի։ Բայց քանի որ անընդհատ խառնում ենք, ինքը չի հասցնում արագ պատրաստվի, որովհետև թույլ չենք տալի, որպեսզի կպչի։ Հեսա մի փոքր արդեն հենց արգանակը եւ գինին կցնդեն, արդեն կավելացնենք քիչ-քիչ կարագը, պարմեզանը ու մնացած բաղադրիչները։ Արտուր, հետաքրքիր է ձեր սիրելի ուտեստը իտալական խոհանոցից որն է։ Հենց ռիզոտո։ Ռիզոտո։ Այո, ես ռիզոտո։ Բայց կան ժամանակ ոնց էր չէ։ Ես բրինձ շատ եմ սիրում, կապ չունի ինչ տեսակի պատրաստված, ու ռիզոտոն շատ եմ սիրում։ Չգիտեմ, քանի որ ինքը մի քիչ մոտ մի 20 րոպե իր պատրաստման
ժամանակը։ Մենք մի քիչ ժամանակի մեջ որ չհասցնենք, դրա համար ենք աշխատում չպատրաստել։ Շատ տեսակի ուտեստներ կարող ենք պատրաստել, բայց մեր տված ժամանակահատվածում աշխատում ենք այնց ուտեստներ։ Եթերաժամը, այո, որ կարողանանք հասցնենք եթերաժամը։ Տեսեք ինքը արդեն քիչ-քիչ ինքը ուռում է, բայց անպայման նայեք միշտ իտալացիք մակարոնի տեսականին ոչ մի բանի իրանք լիարժեք չեն ելվում։ Մի փոքր թողնում են Մի ալդենտե։ փոքր ալդենտե, որ համը, որակը որ զգաս, որ խոհարարը աշխատել է դրա, ոչ թե պրոստը խաշել ու տենց վերջում տենց թողել մնացել է, հետո նոր պատրաստել։ Այսպես ասած շիլա պատրաստ։ Շիլա, իսկ սա Դե մենք շիլա պատրաստում ենք, մեր տատիկները պատրաստել են այդ շիլայի համն ուրիշ է, բայց այս տարբերակը ալդենտե, տարբերակը իրանք ավելի շատ սիրում են, դե մենք էլ ինձ էլ օրինակ դուր գալի։ Նույն ձևով, երբ մակարոնը խաշում ենք, շատեր օրինակ ուշադրություն չեն դարձնում, թե քանի րոպե է վրան գրված եւ հենց այդքան րոպե է պետք եփել, հենց այդ ժամանակ նույնպես արտաքինից եփված է, բայց ներսում մի քիչ պետք է ալդենտե մնա, ինչպես սա։ Դրա համար պետք է անպայման ուշադրություն դարձնել, թե ամեն տուփի վրա ինչ է գրված, քանի րոպե, այդպես որպես եթե ուտեք, ավելի ճիշտ կլինի։ Համը ավելի ճիշտ կզգաք, ինչպես Արտուրն ասաց։ Այսա կարող ենք արդեն մի քիչ փորձել։ Իսկ հայկական ուտեստներից քո ամենասիրելի ուտեստը ո՞րն է, Արտուր։ Օй, շատ են։ Ինձ թվում է հարիսան։ Հարիսան, ռիզոտոին, հա։ բայց խաշլամանել եմ շատ սիրում։ Խաշլամ։ Այո, հենց ավելի շատ sense ասեմ, գարի խաշլամա, գարի սրունքի խաշլամա, որը շատ համեղ է։ Բրավո Արտուր, սիրում եմ քեզ։ Միկան քանի որ նույնպես խոհարարությունից հեռու չէ, շատ է սիրում համեղ պատրաստել եւ շատ լավ հատկապես մսային ուտեստներ է պատրաստում։ Եթե մենք այստեղ ժամանակահատված ունենայինք, ուղղակի մի փոքր երկար լիներ մեր խոհանոցային միշտ ասում ես դու, մենք այո, տոլմա եթե կպատրաստեինք, հարիսա կեպեինք այստեղ։ Եք, մեզ մոտ արդեն մի փոքր ալդենտեությունը զգացվում է, հիմա ավելացնում ենք արդեն աղը։ Իսկ համեմունքներից հիմա միայն աղ, Աղ սև պղպեղ։ սև պղպեղ։ Ես սիրում եմ այս տարբերակը, որովհետև մենք այնքան բաղադրիչներ այնքան բաներ ունենք, որ համն ու հոտը տալիս են։ Չենք մոռանում, որ այսքան պարմեզանը միայն եթե ավելացնենք, Հա, արդեն կարելի է ոչինչ չավելացնել։ Իսկապես փաստորեն դասական տարբերակով եթե համ տեսենք ռիզոտոն, միայն կարագը, պարմեզանը, մի փոքր կիտրոնը եւ բրինձը միասքան չհամ կտա։ Դե չեմ ասում զաֆրանի մասին։ Իդեպ զաֆրանը հայկական հիմա Հայաստանում դաշտեր ունենք, որ աճում է զաֆրան եւ դա Հայաստանում աճում է։ Այո, եւ դա ուղղակի հրաշալի, սա հայկական իդեպ զաֆրան է, այո, Սարի գյուղից են մեզ տվել, մենք տեսանյութ էինք պատրաստել եւ այո, Անուշը այնտեղ հատուկ հետաքրքիր, շատ կարևոր է, որ բարձր որակի զաֆրան է, որովհետև հատիկ-հատիկ զգում ես, ոչ թե սենց փշրված են, այլ հատիկ-հատիկ գեղեցիկ թերթիկները երևում են։ Եվ լավ է, որ հիմա մենք ունենք գնալով շատանում է։ Շատ լավ բան ասացիք, Եվ տարբեր մարզերում են նույնիսկ արդեն տարածել, ինքը այդպես օգնում է շատ կանանց, որպեսզի տարբեր մարզերում զարգացնեն այս գործը։ Մենք ավելացրինք արդեն կարագը։ Եվ շատ քանի խոսեցինք զաֆրանից, ասեմ, որ շատ օգտակար է, հատկապես անոթները մաքրելու համար, սիրտանոթային համակարգի համար հրաշալի միջոց է։ Նույնիսկ ես հիշեցի, երբ մեզ հյուրասիրեցին այնտեղ, ասեցին բաժակի մեջ, մեկ բաժակի մեջ ընդամենը 3 հատիկ զաֆրան եք ավելացնում եւ խմում եք, դուք վստահ եղեք, որ ձեր օրգանիզմը ամբողջությամբ կմաքրվի այդ օրը։ Ես գիտեի միայն մեր հարևան Իրանում է աճում։ Այո։ Եվ հենց այդպես Անուշը մտածել է, որ ինչու եթե Իրանում աճում է, իսկ ինչու ոչ Հայաստանում։ Եվ ինքը, եթե չեմ սխալվում, Շվեյցարիայից էր եկել, այնտեղ է ապրում եւ եկել է այստեղ ու հայրական տան բակում սկսել է այդպես աճեցնել ու շատ լավ է ստացվել։ Այո, շատ լավ է մեզ մոտ նաև ստացվելու ռիզոտոն վստահաբար, բայց այժմ պիտի շատ կարճ, փոքրիկ գովազդային միջում լինի մեր եթերում, որից հետո կշարունակենք։ Վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ,
ռիզոտոյի համը արդեն հոտը այստեղ արդեն պատտվում է եւ մենք տեսնենք թե որտեղ են հասել Անուշն եւ Սարգիսը։ Արտուրը կներեք։ Սարգիսը հաճախ է լինում այդ տաղավարում։ Հիմա արդեն ավելացնում ենք մենք պարմեզանը։ Հա, այստեղ դնում։ Կարծես ավարտվում ենք, հա։ Այո, ավարտին ենք մոտենում։ Բելիսիմո։ Ինքը այսքան եւ ինչքան անես, այսինքն պիտի ձգվի, այս տեսակը պատրաստման այսպես է։ Արդյոք մենք տեխնիկան ցույց տվեցինք։ Պետորեն այդպես չենք կարողանում անել։ Ինձ ամեն անգամ թվում է, որ ես կթափվի։ Չես կարողանում Կիտրոն անել։ ենք անում։ Դու կարողանում ես։ Այո։ Շատ լավ։ Խնդրում եմ, էլի մի անգամ մի կան ցույց տա իր վարպետությունը մեր Արի, տաղավարում։ հենց հիմա։ Խնդրում եմ։ Հենց հիմա ուրիշ առիթ չի լինի։ Շատ արագ, բայց Բայց եթե չստացվի, ու դա նշանակում է, որ ես իմ տարածքում չեմ ուղակի։ եւ այդ Հետո ես ծանոթ չէ։ տեսանյութով ցույց կտամ։ Այսինքն առաջ, մի քիչ առաջ։ Նիկա խնդրում եմ, բայց վերջում մնա այդ ռիզոտոն։ Ոնտիր։ Համլետ։ Դե լավ, խոսքեր չունեմ։ Ծափահարությունները չեմ լսում, չեմ լսում։ Խոսքեր չունեմ։ Ավելացնում ենք։ Մենք Բաղադրատոմսը Արտուրին ես եմ տվել, ավելացնում Ատեն գլուխ եկող։ Ինչ գեղեցիկ ստացվեց Արտուր։ Իսկապես։ Իսկական ռեստորանային ռիզոտո։ Այո, բա շեֆ խոհարարը, բրենդ խոհարարը այստեղ է։ Եվ վերջում ավելացնում են կանաչ սոխ։ Մենք Ես այսօր մի քիչ երկար պարապ մնացի, թույլ տվեք ես։ Մի վարքյան։ Ահա։ Ինքը մատուցումը այսպես է։ Սենց ընդհանուր։ Այ դա էլ կարող եմ անել Համլետի դեպքում։ Դա ես եմ կարող եմ։ Դա ես եմ կարող եմ։ Լավ։ Ահա։ Եվ արդեն կանաչ սոխ։ Ուղղակի ընդհանուր։ Ուղղակի ընդհանուր կանաչ սոխ։ Բավական է։ Հրաշալի է։ Համը չկոտենք։ Հրաշալի է։ Վերջը։ Շնորհակալություն Մենք Արտուր։ կարող ենք համտեսել։ Գիտես ինչ եմ ես կարողանում անել ավելի լավ քան դու։ Համտեսել։ Կասես ինչ է լինելու մեր եթերում։ Բարի, եկեք մենք լսենք երաժշտություն, մենք էլ կվայելենք ռիզոտոն եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում Արտուրին։ Շատ շնորհակալ եմ, դուք շուշուտ եկեք էլի։ Շնորհակալ ենք։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք սիրելի երեսադիտողներ։